Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ պոդքասթ, այսօր ձեզ հետ ես եմ Արաջ Ալաբյանը Արտյոմ Զաքարյանը եւ մեզ հյուրը եկել Վարդան Խաչատրյան, Արքա ազգային վճարային համակարգի տնօրեն, բարի գալուստ։ Շնորհակալություն հրավերի համար, ուրախ եմ հաղորդմանը հյուրընկալվել։ Իսկ թեմալիկը հետաքրքիր թեմաներ կա, որ մենք այսօր կարանք անդրադառնանք, ասեմ, որ ես ու Վարդանը միասին աշխատել ենք երկուս էլ կենտրոնական բանկում, Վարդանը վերահսկողությունում հիմնականում, որտեղ ես սկսել եմ իմ կարիերան կենտրոնական բանկում, հետո եմ տեղափոխվել աուդիտ։ Այդ անցումը ոնց էր, մի տեսակ այդպես կտրուկ չէ, մոտը տեղավ վերահսկողությունից դեպի Արքա տնօրեն, մի քիչ այդ մասով հետաքրքիր կլինի։ Հա, իրականում այդ անցումը եւ կտրուկ էր եւ հետաքրքիր լիքը չելենջներ կար, որովհետեւ 15 տարի վերահսկողությունում աշխատելով ընթացքում ռոտացիաներ տարբեր ստորաբաժանումներ, բայց մի անգամից վերահսկողությունից գնալ մի ընկերություն, որ իր հիմնական նպատակը երկրի վճարային համակարգի անընդհատությունը ապահովելն ու անվտանգությունը ապահովելն է, ու այդ փոփոխությունը շատ մեծ էր ու այտենց ամեն օր նոր չելենջների առաջ էին։ Ինչքան ժամանակ եղավ։ Փետրվարին կլինի արդեն 2 տարի։ 2 տարի։ Արդեն կլինի 2 տարի։ Վերահսկողությունում, աուդիտում այդ գործերում դու այտենց ուրիշների արածն ես նայում, բայց ինքդ ոնց որ ուսերիդ այդ պատասխանատվությունը չկա, էլի, այն էլ ոչ միայն մի ընկերության, այլև երկրի, հա, մի 2 ժամ մի բան տեղի ունենում, եկել Ամեն ինչ կանգնում է։ Սկսում է խոճապը երևույթ կա, երբ որ վերահսկողությունում էր ԿԲ կարգավորումները նայում ես մի քիչ այլ աչքով, որպես վերահսկողի աչքով ենք մենք նայում, թե ինչպես են վերահսկողի աչքով ենք նայում, սահմանափակումներ։ Հիմա արդեն հակառակ կողմից ես նայում, ինքը շատ հետաքրքիր է ու տենց ահագին տենց բանավեճեր է լինում մեր վերահսկող գործընկերների եւ կենտրոնական բանկի գործընկերների հետ։ Հետաքրքիր չգիտեմ, այս կողմից նայելով ինչ որ կարգավորման փոփոխություններ ես ուզում առաջարկես, որովհետեւ բիզնեսից կողմից որ նայում ես, արդեն այլ աչքով ես նայում ու հասկանում ես, էլ ինքը շուկան զարգացումը, այն էլ վճարաշրջանային շուկայի զարգացումը շատ կտրուկ է ու շատ անկանխատեսելի է, շատ արագ է զարգանում, ու երբ որ նայում ես կարգավորումը, պետք է դից հետ։ Կարգավորումը միշտ էլ հետ է մնում, հարցերն է ինչքան է հետ մնում, ինչքան են որտեղ գործում փոխել, որտեղ մի բան է, որ դու այտենց լոկալ բիզնես ես կարգավորում նույնիսկ բանկի մակարդակով, մի բան է, որ ամբողջ վճարաշրջանային համակարգ, ի վերջո երկրի ֆինանսական կայունություն, այդ ամեն ինչը փոխկապակցված է ու այդ մակարդակի վրա։ Դրա համար տարբեր երկրներում այդ sandbox գաղափարը ներդնում են, որ այդ կարգավորումը, քանի որ իրանք էլ գիտեն, բոլորը ընդունում են, որ չի հասցնում գնա զարգացմանը, այդ sandbox-ի գաղափարը, ավազատուփի գաղափարը դնում են, որ այդ մտքերը չգնան կորեն։ Շատ կարևոր է, էլի։ Քիչ պատմել ինչ է ավազատուփը։ Ավազատուփը դե ներեխեքի ավազատուփն է, որ խաղում են մեջ, է, հիմա դրա անալոգիան է։ Իրականում ավազատուփը այն է, որ նոր գաղափարները թե ֆինանսական կազմակերպությունների կողմից, թե ֆինտեխ ընկերությունների կողմից որ ունենում են, իրանք բերեն կենտրոնական բանկի ներկայացնում են, շատ պարզ պետք է կարգավորում լինի, ներկայացնում են նպատակը, ինչպես է աշխատելու այդ իրենց գաղափարը ու սկսում են իրագործել իրական կյանքում։ Ինչ որ սահմանափակումներով, փոքր ինչ որ մասշտաբներով։ Փոքր մասշտաբներով կոնկրետ շրջանակի համար սկսում են այդ պրոյեկտերն իրականացնել ու պարբերաբար թե կենտրոնական բանկն ուսումնասիրություն անում, ինչ արդյունքներ են լինում, թե հաշվետվությունների ձևով արդեն ոնց որ ֆինտեխ ընկերությունը կամ ֆինանսական ընկերությունն է ցույց տալիս, թե ինչ հաջողություն ունեցավ, թե անհաջողություններ ունեցավ։ Ու դրա արդյունքում արդեն հաջողության դեպքում ծնվում է արդեն կարգավորումը, արդեն իրական փորձի հիման վրա, այդ շատ կարևոր է։ Մենք անուններ չեմ տա, բայց կենտրոնական բանկում եղել է այտենց չունենալով sandbox-ի կարգավորումը, ես այն ժամանակ վերահսկողությունում բաժնի պետ էի ու դες մի հատ հետաքրքիր միտք կար ֆինանսական կազմակերպությունից մեկի մոտ, որը որ կարգավորումները ուղղակի հնարավոր չէր անել, բայց ինքը քաղաքացիներին հետաքրքիր
փորձառություն էր ուզում մատուցել ու ես գնացի վերցրեցի այդ պատասխանատվությունը ու այնց բոլոր ղեկավար մարմինների մոտ գնալով բացատրելով ոնց որ պրոյեկտը սարքել է իմ պրոյեկտը ասում եմ սի հետաքրիր բան է եկեք 3 ամսով թողենք ընկերությանը այս հստակ սահմանափակումները դնում ենք ու գնում ենք առաջ իրականում գնացինք հասանք այդ որոշումը եղավ ֆինանսական կազմակերպությանը տվեցինք 3 ամսով բայց ինքը fail եղավ շատ հետաքրքիր fail եղավ որովհետեւ ֆինանսական կազմակերպությունը նորմալ մարքեթինգ չարեց որ այդ ժամ ամենամիս մոնիտորինգ է անում ասում են հա ինչ հաջողություն ենք ասում են ոչ մի հաջողություն չունենք ասում են այդքան տանջվել ենք այդքան թողել ենք որ այդ իրականացնի կնճի չունենք ասում են դե մարքեթինգը թույլ է չեն կարում 3 ամիս լրացավ իրանք դիմեցին բայց չէ եկեք չեղարկենք օքեյ չեղարկեցինք բայց այդ հետաքրքիր գաղափար էր էլի հա բայց նորմալ է սենդբոքսը երեք ասենք ավազից բան են սարքում կանդվում բաժուրը տարվում նորմալ է իրականում ինքը հետաքրքիր գաղափար է պետքա չգիտեմ ես ինչքանով որ տեղյակ եմ հիմա տենց տեղյակ չեմ ես գիտեմ որ կենտրոնական բանկում հիմա այդ մասով քննարկում են ու որ պետքա արդեն ներդրման process-ը սկսվի էլի Արքան մոնոպոլ դիրք ունի Հայաստանում կամ մոնոպոլ դիրքը ինչու՞մն է կայանում Այդ ասա արքան ինչ է, ընդհանրապես բոլորս գիտենք արքա մոտավորապես գիտենք, բայց մի քիչ ավելի կոնկրետ մեր ունկնդիրները իրականում արքան ինքը ազգային վճարային համակարգ է ու այսօր արդեն արքան ունի երկու գրանցված Հայաստանի վճարաշրջանային համակարգ, այտենց պարզ որ նկարագրեմ։ Առաջինը դա արքա processing-ային համակարգն է, որը որ իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում բոլոր քարտային վճարումները, դա կլինի on-line տիրույթում, թե կլինի ֆիզիկական POS-ի վրա, թե ATM-ներից գանձում բանկոմատներից կանխիկացման դեպքում այդ processing-ն է իրականացնում, այսինքն վճարային փաստը թղթերը ակետից տանում է բկետ, մշակում է, տեղափոխում է։ Դա վերաբերվում է բոլորին, այսինքն եթե վիզա ունես, Mastercard, այդ բոլորը մեկ արքայի համակարգ։ Բոլորը մեկ արքայի համակարգով է։ Դաժե sense օրինակը բերեմ, որ པարզ լինի, նույնիսկ մենք բոլորս է գիտենք կան բանկեր, որ ունեն առանձին processing-ային կենտրոն, նույնիսկ իրանց քարտերը, իրանց կողմից թողարկված քարտերը, եթե պետքա գնա Հայաստանի ինչ որ մի հատ բանկի POS տերմինալներով վճարում անի, էլի այդ switching-ը արքայի միջոցով է տեղի ունենում։ Երկրորդ համակարգն արդեն մեր նոր համակարգն է, դա Arca-Pay-ն է, որը քարտերով չի, դա բացառապես հաշիվներով է բանկային։ Այսինքն թե փոխանցումներն է գնում բանկային հաշիվների միջև, հեսա դրա մասին ավելի մանրամասն։ Էդ էլ մարքեթինգ ասցին, իշից էլի, մարքեթինգ կա այդ մասով, ես չգիտեմ ինչքան են օգտագործում։ Այսինքն ես կարող եմ իմ բանկին նայած որն է ասեմ այս Arca-Pay-ը արդեն գործարք է 10 բանկ է։ Հիմա նայեք ոնց է Arca-Pay համակարգում անդամակցություն այսպես արդեն 10 բանկ։ 10 բանկի բոլոր ֆիզիկական հաճախորդները հեռախոսահամարի միջոցով իրար հաշիվների միջև կարող են ակնթարթային փոխանցումներ անեն։ Online հաշվից հաշիվ 100 դրամ է թե չէ։ Էսպայն անվճար է, էսպայն անվճար է։ Դա չեմ հեռախոսով online կա։ Հեռախոսով դուք մտնում եք ձեր բանկի հավելվածում այն բանկ, որը որ մեր Arca-Pay փոխանցում Arca-Pay-ով։ Հա, դեն փոխանցում Arca-Pay-ով։ Ինքը միտեղ բախկված է, օրինակ ես հարցրեցի, ասում հələ որ 3 բանկը, որը ես ունեմ պրիլաժենյանը, չեմ տեսել այդ ամեն ինչը։ Դա եմ ասում, էլի փոխանցումներ, մարքեթինգ դրա համար եմ ասում։ Կա լիքը Դա հետաքրքիր մի հատ կտոր կա էլի, այդ որ Արան ասում է մարքեթինգ, մենք սկզբից որ համակարգը արդեն մեկնարկեց, դու հասկացանք, որ ինչ որ տարբեր լուծումներ ա գնում։ Մենք ունենք ամեն համակարգ ունի տենց բոլոր վճարաշրջանային համակարգերի աշխարհում ունեն իրենց կանոնները, այսպես ասած ռուլերը։ Մենք հասկացանք, որ մեր կանոններում այդ կտորը հենց բաց է։ Հետո սկսեցինք այդ ապրանքանիշը որտեղ պետք է լինի, պարտադիր պետք է լինի Arca-Pay, ու այստեղ հարցը ոչ թե Arca-ին գովազդելն է, այլ մարդիկ իմանան, որ Arca-Pay համակարգից են օգտվում, ինքը անվտանգ է, հուսալի է ու արագ է։ Ու ակնթարթային է այդ ամենակարևոր ակնթարթայինը 24/7 է, 24/7 հաշվից հաշիվը։ Ես ռուսական բանկերում նույնպես հաշիվներ ունեմ։ Ունդեղ ուղղակի մատ այնտեղի անալոգիան է։ Սեղմում ես կոճակը գնաց։ Այդ այնտեղի անալոգիան SBP-ն է, սիստեմա բիստրիկ պլատիժի։ SBP-ն է։ Այդ էլի սիստեմա է, նույն Arca-Pay պես սիստեմա է։ Էլի ինքը հաշիվների միջև ակնթարթային գնումը գալիս է, իր առավելությունն այն է, որ ակնթարթային հասանելի է ստացողին, ինքը կարող է օգտագործել, դե ու հաշվից։
Դա շատ կարևոր։ Հիմա դրա երկրորդ կտորն արդեն մեկնարկել ենք մոտ սեպտեմբերի 30-ից, պետք է արկա QR-ն է։ Ինքն արկա pay-ը։ Ինքը արկա pay-ի ներքո է, ինքը վճարումների կտորն է, որը էլի հաշիվներից է գնում բանկային, ոչ թե քարտից։ Ինքը գերնում է այսօր դինամիկ QR-ով ենք մենք մեկնարկել, ինքը post terminal-ների վրա։ Բայց այդ պետք է արդեն արկա приложение քաշես։ Չէ։ Էլի դուք ձեր բանկի էլի արկա QR-ն անդամակցում են բանկային ու վճարաշրջային կազմակերպություն։ Հավելվածը բացում ես, այնտեղ QR կանապ կա։ Դա հիմա իդրամը որ բացում եմ, իդրամի QR-ն է։ Սա իդրամի հետ անալոգիան կասեմ, մի ասենք բացելու եք իդրամին, հենց հիմա մենք իդրամի հետ ինտեգրացիա ենք անում, երկու համակարգերի փոխգործելությունն ենք ապահովում, մինչև տարվա վերջ մենք կունենանք իդրամի application-ով սկանավորելու եք արկա QR-ը ու վճարեք։ Ու նույնը այլ բանկի application-ով ինքը սկանավորվելու է։ Այսինքն օրինակ, չգիտեմ, ռեստորանը ունենալու է իդրամի QR, մի հատ էլ արկայի QR։ Հա, լիներ կարան երկուսն լինեն, բայց բոլորս մեկ-մեկինը փոխգործելի ալու, կարա մի հատն էլ լինի։ Շուկայում այսօր կան մի քանի QR-ներ, որոնք որ արդեն կմնան ինձ թվում է երկուսը, մերը մեկը իդրամ QR-ը, որտեղ այլ համակարգ իմ ունեցած տեղեկություններով չկա գրանցված։ Մեր համակարգներն իրար փոխգործելությունը ապահովում, որտեղ կենտրոնական բանկը ունի տես կարգավորում, ասում եմ, եթե կան շուկայում QR համակարգեր, պետք է իրանք փոխգործելի լինեն։ Դա ամենակարևորն է։ Այսօր արդեն մենք ունենք QR սիստեմայի մեջ մոտ մի 7 բանկ ու արդեն հերթի մեջ ինտեգրացիաներ ենք իրականացնում, էլի։ Այսինքն բոլորին այդ բանկերը, որ միանում են QR-ն, եւ սպասարկող կարգավիճակով են միանում եւ վճարող։ Սպասարկող այսինքն կարող են իրան գնան տնտեսվարողի մոտ QR դնեն, արկա QR, որ վճարողն էլ իրենց բոլոր հաճախորդները իրենց մոբայլով կարող են այդ վճարումներն անեն։ Դա մեր արկա pay-ն է, որ հետ գա մեր հիմնական processing-ային համակարգին, ես խոսացի վճարումներ քարտային փոխանցումներ, այնտեղ մենք եւ ամենակարևոր կտորը մենք ունենք ազգային արկա քարտ, որը որ տենց ինչ որ չափով էլի առանկասի քարտը դուրս գալու է, թե դուրս չի գալու։ Քարտը դուրս չի գալու, այդտեղ նա կարևոր մենք այս տարի տենց խոսակցություն ունեցանք մեր բաժնետերի հետ ու առաջիկայում մենք կհրապարակենք մեր ռազմավարությունը առաջիկա 5 տարվա մենք այս տարի մեր բաժնետերի կողմից հաստատել ենք ռազմավարություն 5 տարվա թե արկան ուրա գնում քարտերի մասով ուրա գնում ինքը ինչ դեր ունի երկրում իր առաքելությունը որն է հիմա ֆիքսել ենք այո արկա քարտերը զարգացում ունենալու են մենք այդ մասով ես վերջում նույնիսկ հրապարակումներ արեցինք որ թե մեր վրացի գործընկերների հետ ենք արդեն տեխնիկական արդեն աշխատանքներ ենք անում որ մեր արկա քարտերը կարողանան վճարումներ կատարեն Վրաստանի Հանրապետությունում ու արդեն մյուս տարվանից կսկսվի արկա եւ միջազգային վճարային համակարգերի միջև քոբեջ արդեն համագործակցություններ։ Այստեղ հարց առաջանում, եթե ես ունեմ վիզա, եթե ես ունեմ մաստեր, որը գլոբալ բոլոր գրեթե վճարումները ես կարող եմ անել։ Ինչի համար ես կուզենամ արկա ունենալ։ Քարտ։ Առաջին ինքը ազգային է, մեր ազգայինն է, երկրորդը ինչի համար եք վիզա վերցնում։ Զուտ գլոբալ վճարումների համար։ Իսկ տնտեսվարողների համար մեր փաստացի այսօր որ գնանք այդ մակարդակի էլի։ Հա, ես սպառողի տեսանկյունից։ Սպառողի տեսանկյունից ինքը որպես այդպեսին ոչ մի դες կարող է այսպայն ավելի շատ առավելություն կտա վիզա մաստերը քան թե արկան։ Բայց մենք մեր գործողությունները որ իրականացնում ենք ու այս եկող տարվա ընթացքում մենք դրանց մասին խոսանք, ինքը բերում ենք հավասարացնում ենք, այսինքն այն առավելությունները, որ վիզան կամ մաստերն են Հայաստանում, մենք այդ առավելությունները նաև արկայի համար ենք ստեղծում։ Google Pay-ով բայն դանել վճարում իրականացնել, այլ թվային քարտ ունենալ արկա, այսինքն հիմա մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Ու ինչ վերաբերում է տնտեսվարողի մասով, զուտ միջնորդավճարների մասով էական տնտեսվարողի համար ձեռնտու է արկա քարտով վճարում ստանալ։ Վիզային ինքը 3% է տալիս։ Տնտեսվարողը վիզային ոչ մի գումար չի տալի։ Ну, բանկին է տալի, դե ես հիմա թվերից իրականում մենք այդքան ինֆորմացված չենք թվերից, բայց մոտավորապես միջինը արկայի եւ տեղական վիզա մաստերի տես տարբերությունը իմ տպավորությամբ 0.7-ից մինչև 1% կարա լինի։ Իսկ մոտ 100 բազիսային կետով։ Հա, դա տենց մեր տնտեսվարողներն ասում են էական, իսկ ինչ որ QR-ը էլ ավելի արդեն
մաչելիա տնտեսվարողի համար լինելու, որպես դրամակարգիչներ հավաքագրող, իր մոտ վճարներ, որ QR-ով լինեն, որտեղ այնտեղ քարտային համակարգ չկա, արդեն բանկեն իրա վրա արդեն նվազ միջնորդավճարանք իրարելու ու ավտոմատ տնտեսվարողից քիչ են վերցնելու։ Հա, փաստորենքի առավել էժան է։ Հա։ Իսկ վտանգ չկա, որ այդ Apple Pay-երը, Google Pay-երը կամ հազարատ ուրիշ Pay-եր են առաջանում ամեն օր տարբեր ֆունկցիաներով, որ դրանք ոնց որ այդ քարտային կտորը մի օր բան են անելու, էլի, զավթելու են շուկան։ Իրականում չեմ կարծում, հակառակը, օրինակ երկրներ կան, օրինակ Apple Pay-ին արգելում են Apple Pay-ով վճարումներ ընդունել, օրինակ երկրներ, չգիտեմ, եթե չեմ սխալվում, Անգլիան է։ Այնտեղ կարևոր հետաքրքիր մի հատ կտոր կա, էլի, Apple-ը չի ուզում միշտ բացի իր, չգիտեմ, տվյալները, ու օրինակ հասարակ բան ասենք, չգիտեմ, Անգլիայում մետրոյում Apple Pay-ով չեք կարող վճարում անեք։ Այնտեղ Google Pay-ով է, մեր մետրոյում չես կարող վարտադիր կար։ Մեր մետրոյում առաջիկայում այդ հնարավորությունը կտան արդեն օպերատորները։ Google Pay-ով, Apple Pay-ով ստեղ չի լինում, բայց ինքը հնարավորություն լինելու է։ Ու հիմնակ մենք գնալու ենք երկու ճանապարհով, իրենք արկա քարտերի եւ Google-ում եւ Apple Pay-ում այդ հնարավորությունը տալու ենք։ Ինքը տես ծանր պրոյեկտ է, էլի, հերթով պիտի գնաս։ Իսկ ինչ վերաբերում է, որ իրանք տենց կգան կմտնեն շուկա ու ինչ որ էական փոփոխություններ կլինի, ես բան, չգիտեմ, իրանք ռազմավարությունն է, որ նայում ես, այդքան է տենց հակվածություն չկա, էլի, մտնելու ես վճարային կտորի մեջ, էլի։ Իսկ օգտագործման տեսանկյունից QR-ով ավելի շատ է աճը, վերջի ասենք 2-3 տարվա մեջ, թե քարտերով վճարումների աճը։ Չէ, Հայաստանում հիմա բան է, քարտերով վճարումների աճն է ավելի։ Դե իրականում QR համակարգ, մեր QR-ը մի 2 ամիս է, ինչ լայվ է։ Հա, կան նաև ուրիշ QR-ներ։ Մեկ էլ կա, դե հիմնական Իդրամի QR-ն է, հա։ Դե ուրիշ էլ են բացում, չէ՞, Ineco Pay եմ տեսել ինչ որ։ Չէ, Ineco-ի ինքը QR-ը բան է։ Իրա, եթե չեմ սխալվում, իրա ծառը BNPL-ի համար է։ Հա։ Եթե ուզում ես BNPL-ով վճարում անես, Իսկ բացի դրամից առանձնապես մենք QR մենք համակարգ չունենք կենտրոնական բանկում գրանցված։ Կա Իդրամի QR համակարգն է, մեկ էլ արկա QR համակարգ, ուրիշ համակարգ չկա։ Ու մենք արդեն հիմա մենք միջազգային մեր գործընկերների հետ սկսել ենք արդեն համագործակցություն ու տեխնիկական արդեն աշխատանք ենք անում, որ օրինակի համար մենք հնդիկների հետ հիմա անում ենք այդ աշխատանքը UPI-ի հետ, որ բոլոր UPI-ի անդամ բանկերը, այսինքն Հնդկաստանի բոլոր, ովքեր անդամ են, հիմնականում բոլորն էլ անդամ են, իրենց մոբայլներով հնարավոր լինի Հայաստանում արկա QR-ը սկանավորել վճարել։ Այսինքն դա այդտենց շատ մեծ առավելություն է անել այսօր, որ Հայաստանում լիքը Հնդկաստան, հա, ի նկատի ունես Հնդկաստանում թողարկված քարտով, չէ, Հնդկաստանի application-ը, հնդկական բանկի application-ը գանստեղ սկանանան վճարեն։ դրամ ռուպիա կուրսը ո՞նց եք ֆիքսում։ Դա առանձին երկրորդական պայմանագրերով FX-ները դելոժիցի։ Այդտենց Չինաստանի հետ կա այդ կտորը, որ հիմա բանակցում ենք ու հիմա շուտով արդեն կունենանք։ Ես մի քանի որ սկսեցինք արքան ինչ, այսինքն processing-ը, քարտերի հետ ոնց որ աշխատանք, ինֆորմացիա եւ այլն, եւ pay-ը հաշիվների հետ աշխատանք։ Հիմա իսկ fintech ենք ասում, fintech-ը ինչա, ինչքանով արքան այսօր fintech, ինչքանով ձեր ռազմավարությունով ավելի fintech եք ուզում դառնալ։ Չինաստան, Հնդկաստան կներես որ ասցի, իրանց մոտ այդ ամեն ինչը մի քիչ ավելի ընդհանրացակ է, չէ՞, սուպեր ապեր կան, չգիտեմ ինչեր կան։ Հա։ Իրականում արկան որպես fintech 18 թե 19 թվականին հիմնական իրեն application-ը որն էր, բջջային հավելվածը որն էր, ինքը տես fintech էր, կոնկրետ այդ application-ը, որ շուկային տրամադրվել էր։ Առաջի fintech-ը։ Հա։ Ու հետագայում արդեն երբ էր 24-ի մենք սկիզբներ, որ որոշում կայացրեցինք, որ արկան իր բիզնես ուղղությունը B2C-ին չի, B2B-ն է, կոնկրետ։ Այսինքն ոչ թե վերջնական սպառողը կամ տնտեսվարողը չի, մեր հաճախորդներն բանկերն են։ Որոնք բաժնետերն են։ Որոնք էլ մեր բաժնետերն են։ Բոլորը, չէ՞։ Հա, ագրեթե մենակ մեր բաժնետերից չեն, մելաթը մեկ էլ ՎՏԲ Հայաստան բանկը։ Բոլոր բանկերը մեկ է կենտրոնական բանկը, 55% կենտրոնական բանկն է, 45% մնացած բանկերն են։
Fintech իրականում մենք այսօր ունենք արդեն ստորաբաժանումներ, չգիտեմ, development-ի ստորաբաժանում ունենք, զարգացման ստորաբաժանում ունենք, այդպես մեծացել է թիմը ու այն գաղափարները, որ մեր մոտ արդեն ծնվում են, ու մեր ռազմավարությամբ դա մենք նշել ենք, էլի, ոչ թե մենք որ ասում ենք նորարար, մենք ում չենք ասում, ասենք մեր տեսլականը ասում ենք հուսալի եւ նորարար ազգային վճարային համակարգ, այդ նորարարը չենք ասում, էլի, որ միջազգային շուկայում ինչ որ կա նորարարական, վերցնենք դա copy paste մեր ընկերությունում ու տեղադրենք տանք մեր հաճախորդ բանկերին, բանկերն էլ սպառողներին, այլ որ հենց մեր ընկերությունում ծնվեն այն ծառայությունները նորարարական, որը որ նոր աշխարհը վերցնի Մեծաստան։ Իրականում մենք այսօր չունենալով երկրում open banking-ի, open finance-ի massive կարգավորում, մենք այդ փոքր տվել ենք այդ ծառայությունները։ Ինչա open banking, open finance։ Open banking։ Ես չգիտեմ, էլի։ Ամենայն ազնվությամբ տեղեկ չեմ այդ ինչա։ Open banking-ը ավելի եվրոպական շարժում է կամ մոտեցում է, երբ որ ասում են հաճախորդ, ես որպես հաճախորդ, ես ինքս եմ տերը իմ տվյալների X բանկում, այդ բանկին կարող եմ ասեմ, այս տվյալներս դուր Y բանկ, վաղվանից ես գնում եմ այնտեղ։ Այսօր ոնց ամեն բանկ իր հաճախորդների բազան տեն շատ Պինդ պահում է, համարելով իր առևտրային գաղտնիքը, մրցակցային առավելությունը եւ այլն։ Open banking-ը ասում է, պետք է փոխգործելի լինի, տվյալները քոնն է, ու դու այդ տվյալները կարող ես վերցնել տանել ու Այսինքն խոսքը մենակ տվյալների բացահայտման մասին։ Ինքը open data է, էլի, հիմնական այդ նշանակում է, որ փոքր ֆինտեքները կարան API-ներով, հա, կպնեն բանկին, իրավունք բանկը պարտավոր է բացել, հա, որոշակի բաներով, ու ֆինտեքը կարա կպնի այդ կտորի վրա աշխատի, մեկ ինչ-որ ծառայություն լավ առաջարկի։ Բանկային գաղտնիքի օրենքի չի ակասում ընդհանուր։ Ինչ բանկային գաղտնիք էլ չկա բանկային գաղտնիք։ Չէ, նկատի ունեմ, որ տվյալները հաճախորդի անձին թույլտվությունը տալիս է իր դատան, որ տվյալները հակետից գնան բկետ ու այդ գործը այսօր մինչև գիտեմ 1 տարի առաջ ամեն բանկի հավելվածը բացելով դուք տեսնում եք մենակ այդ բանկի թողարկած քարտերը ձեր արած գործառույթները այդ քարտով մենք այսօր այդ հնարավորությունը տվել ենք այսօր հնարավոր է X բանկի հավելվածում գցել չգիտեմ քո 8 բանկի թողարկած քարտերը տեսնել մնացորդները այդ հավելվածով հա ու տեսնել տրանզակշնները թե ինչ այդ վերաբերվում է արքա թե Visa Master-ը։ Դա վերաբերվում է մեր անդամ բանկերի թողարկած քարտ, արքա, Visa Master։ Հիմա ես ասենք 3-4 հատ հավելված եմ օգտագործում։ Մեկ հավելվածի մեջ սախ։ Այո։ Գցեք քարտերը, այս քարտերը մենակ, արխիվները մեկ քարտերը։ Հələ ասում եմ սկզբից, ասում եմ փոքր քայլերով են գնում, մի քարտերն է, որը որ հետաքրքիր ու մենք տեսնում ենք, որ շատ են օգտվում ու հետգամելի են ամենասկզբից, որ մենք ունենք էլի բանկեր, որ ասում առանձին պրոցեսինգային կենտրոնն են, իրանք էլ են ցանկություն հայտնում, ասում մեր ծառայությունից օգտվելը, որտեղ իրենց հաճախորդները դա ուզում են։ Իսկ ինչի են իրանք օրինակ ժամանակին ստեղծել սեփական պրոցեսինգ կենտրոնները, բանկերը։ Ինչ, այսինքն տրամաբանությունը ինչու՞մն է եղել։ Օ, ճիշտ ասած, այդ հարցը առաջի անգամ չի, որ ինձ այդ հարցը տալիս են։ Ու իրականում չեմ կարող ասեմ իրական պատճառ։ Իմ տպավորությամբ սխալ է։ Էլի իրանք դրանից օգտվում են, թե տուժում են։ Իմ sense չեմ ուզում որպես արկայի տնօրեն պատասխանեմ, այլ sense կողքից նայելով հիմա որ առավել եւս որ արկայում եմ ու արդեն էլ ավելի մոտիկից թվերին ծանոթ եմ, իմ տպավորությունն է, որ իրանց կյանքը էլ ավելի է բարթանում այս ու իմ կարծիքով այդքան օգուտ իրանք չեն ստանալու, որովհետև մենք այն տեղի հանդիպումները որ ունենում ենք մեր անդամ բանկերի հետ, մենք անընդհատ բարբերաբար ինչ չեք դժգոհ, ինչից չեք դժգոհ, ինչ կուզեք որ մենք, չգիտեմ, անենք, այդ չենք ստանում էլի այդ կտոր չգիտեմ, այսիշ բանից դժգոհ նախագծերը մեր դանդաղ գնում, չէ էլի, ասենք կողքից նայելով ես որ լինեի բանկում, չգիտեմ, ղեկավար պաշտոնից զբաղեցնողանց, ինձ թվում է այս այդ որոշումը չէի կասնել, որովհետև չեմ հասկանում էլի դրա առավելությունը ինչ առավելություն է տալու։ Դա կարող է իներցիա է արդեն, քանի որ ունեն օգտագործում են։ Չգիտեմ։ Մի քիչ
կոնտրոլի բանը կարելի ասենք բանկեր էլ կան, բացի processing-ը իրանց առանձին բան ունեն։ Core banking-ի թիմը ունեն, եւ համարում են, որ շուկայում եղած երկու հիմնական խաղացողները իրենց բոլոր պահանջները չեն բավարարում։ Իրականում մեծ ծախս է, էլի, առանձին processing-ային կենտրոն բացելը ու տենց իր ընթացիկ իր հոգսերով տառապելը չես կարելի առանձին processing-ային կենտրոն ունես, ասենք 3 բանկի գործը դեպի product վաճառելն է, փոխանակ product վաճառես, ընկած նաև դրա բաններ։ Իսկ սկզբանե որ արկան ստեղծել են 2000 թվականին կենտրոնական բանկն ու տարեվաղ 10 առևտրային բանկ է։ Հենց գերնպատակը եղել է, որ ինքը shared ենթակառուցված լինի, այսինքն այդ ծախսը այնքան մեծ եղել են ժամանակ էլ է տենց եղել, որ բոլորը ստեղծել են, բաժանեն, որովհետև չգիտեմ, մենք հիմա նաև արկան հանդիսանում Mastercard-ի Հայաստանում principal member։ Այսինքն մենք principal ենք մոտ 10 թե 11 բանկ, որպես մեր աֆիլիատներն են, որպես master։ Ինչ նշանակում։ Այսինքն մենք լիիրավ անդամ ենք Mastercard-ի, մենք ենք հիմնական իր կանոնները, ինչպես պետք է Հայաստանում ծառայություններ մատուցվի, ինքը ինչա ուզում, թե իր աֆիլիատները, թե իր principal member-ները, ինչ պատասխանատվություն, ինչ գծեր կա գծած, այնտեղ կա առանձին զեղծարությունների կանխարգելման մասով, ընթացիկ չգիտեմ մոնիտորինգների, ռուլերի պահպանման մասով ինչ գործողություն ամեն մեկը պետք է անի կողմերը, այդ մասով որպես principal member ունես պատասխանատվություն, թե աֆիլիատներին ինչ որ ձևի կարգավորումի վերահսկողություն իրականացնելու sense ասած։ Ու ինքը ասում է լավ, ասում է ճակատը ասած գլխացավանք է այդ principal member լինելը դից։ Ու չգիտեմ, նաև վիզան։ Չէ, մենք վիզայի principal member չենք, ոչ էլ աֆիլիատ, մենք third party processor-ն ասում, այնպես processing իրականացնող ենք։ Բայց վիզայի հետ այնպես որպես գործընկերներ, այնպես բարբերաբար հանդիպումներ ենք ունենում, մտքերի փոխանակումներ ենք անում, այնպես վիզայի ու Master-ի մասը ընդհանուր գլոբալ վճարումներում ես մի քիչ հետևում եմ էլի այդ բաժնետոմսերի արվեստ դրանով քան որ զբաղվում տպավորությունը որ սկսում է նվազել, այսինքն իրանց այդ գեր օլիգոպոլիան սկսում է կամած թուլանալ, շատ կամած, բայց մի քիչ բայց թուլանում է ինչ որ այլ վճարային համակարգ է գալի դիրքավորվում չեմ պատկերացնում, որ նայում եք որ նայում եք բան կա, այդ ազգայիններն են, չէ, տարբեր երկրներ, հատկապես ասիական երկրները փորձում են իրանցը ստեղծել կամ ստեղծել են, մյուս բանն էլ այդ stable coin-ներն են, ինչքան ես հասկացա, stable coin-ներով բավական ավելի շատ վճարումներ է գնում, քան թե Visa Master իրար հետ։ Tether-ը գնում, հա, օրինակ փողը USDT բան, USDC։ Այստեղ երկու կտոր կա էլի հետաքրիր վերջի 1 տարում որ նայում ենք, երրորդ համակարգը ասեմ, China Union Pay-ն է, շինական վճարային համակարգն է։ Ինքը մի քանի տարի առաջ իր ռազմավարությունը փոխեց, ու ասես China Union Pay International ընկերություն ստեղծեցին, ինքը ամբողջ աշխարհով չէ, ասի ագրեսիվ, հա, արդեն երկրներում ինտեգրացիաներ են անում, այդ տարբեր երկրների բանկեր թողարկում են Union Pay, ոնց որ Հայաստանում արդեն, հա, Հայաստանում այս բան 3 բանկ թողարկում է Union Pay, մենք էլ սկսել ենք պրոյեկտը եւ կապով ենք, որ մեր բոլոր արդեն համակարգի պոստերնալներն ու ATM-ները, բանկոմատները, որ սպասարկեն Union Pay։ Մենք էլ այնտեղ երևի principal member ենք։ Բայց դա քաղաքական որոշում է, տնտեսական որոշում։ Որը Union Pay-ին թողնել շուկա, ներքին շուկա։ Մենակ Հայաստանի չէ, ընդհանրապես։ Ինձ թվում է այլ ընտրանք է ու քանի որ իրանք այնպես շատ մեծ քանակի բնակչություն ունեն ու ճանապարհորդում են աշխարհով մեկ ու դրա համար որ նայեք հիմա տեղերով փոխվել են Union Pay վճարումների ծավալները, եթե չեմ սխալվում, առաջի կամ երկրորդ տեղ է եկել էլի արդեն, ասենք Visa Master-ից այնց մոտեցել է իմ հիշելով երկրորդ տեղ է էլի կարծեմ։ Իրեն շատ թույլ Դեն շատ մեծ է էլի արդեն որ միջազգային շուկային մտել։ Ու մենք հունվարից երևի փետրվարից արդեն Հայաստանում կթողարկվի Arca եւ Union Pay Cobage, այսինքն ինքը քարտա լինելու, որ Հայաստանի տարածքում ինքը օգտագործվել է որպես Arca քարտ, Հայաստանի տարածքից դուրս որպես Union Pay քարտ։ Այսինքն մեր դա սովորաբար երկու բան է լինում, հա։
Երկու չիպ Քոբեջը էլ այսպես ասած։ ինքը Ասեմ կարա լինի առկա Union Pay մեկի հնդկական UPI թե առանձին նավթ լինի ինձ թվում է կարա լինի, բայց ինքը շատ Իմաստ բարդ կլինի, չունի, որ այն դրսի երկու վճարային համակարգերին էլ ինտեգրել 3-ով ինչ որ բան ունել։ Բայց հիմնականում երկուսով է, միջազգային պրակտիկան էլ է, էլի ցույց տալիս, որ դա երկուսով են անում։ Ու Mastercard-ի հետ կունենանք Cobage, մենք մյուս տարի նաև կլինի Arca card եւ Master Cobage card-եր։ Ու ինձ թվում է այնց հետաքրքիր ժամանակին չունեինք, շատ շուտ է եղել, եթե չեմ սխալվում գրած։ Հա, չեմ կարող ասեմ էջին, բայց 10 տարուց ավել տենց շատ շուտ եղել է Arca Master, ինչ որ տես Cobage նմանատիպ քարտ եղել է։ Մեկ էլ ոնց որ Արան ասաց, զիջում են այդ ընկերությունները իրանց ծավալները, որտեվ երկրներում շատ երկրներում ակնթարթային վճարների համակարգ է, ոնց որ մեր մոտ Arca Pay-ն է, այդ համակարգերն ստեղծվում։ Ու սկսվում է այդ համակարգերով թե փոխանցումներ, թե վճարումներ, համակարգերը երկրների միջև սկսում են իրար այդ փոխգործելությունը ապահովել, ինչի արդյունքում մի կտոր ծավալ դուրս է գալիս այնտեղից։ Այդ տենց սենց ասեմ էլի, արդեն երկրորդ երկիրն է, որ մեզ խնդրում է, որ գան մեր մոտ, մենք իրանց պատմենք մեր համակարգերի մասին, որ գնան իրանց մոտ ներդրեն։ Դա եղել է քարտային իմաստով եղել է մեր վրացի գործընկերների հետ եղել անցած տարի, այս տարի մեզ եկան մոտ 1 շաբաթ մեր Տաջիկստանի գործընկերներն եկան, իրանք եկել են թե քարտային են ուզում տենց ոնց որ մեր multi processing-ի համակարգ ունի Arca-ն, նույնիսկ այդ են ուզում նորներ դնեն եւ Arca Pay-ը որներ դնեն։ Տենց հետաքրքիր գրեթե բոլոր տենց մեծ ակնթարթային վճարումների համակարգեր երկրներում կա, բոլորի հետ կա շփումները, այն հիմնականների հետ որտեղ որ մեր քաղաքացիներն են ճանապարհորդում, առաջնահերթությունը այն է, որ իրանց հետ անենք մեր այս ինտեգրացիաները ու բացենք այդ սահմանները, դա շատ կարևոր է, էլի։ Հնդիկների հետ ենք արդեն սկսել ենք ինտեգրացիան, մենք մյուս տարի կհրապարակենք արդեն, որ փաստացի Հայաստանից Հնդկաստան ակնթարթային են փոխանցումները հաշիվների միջև լինելու։ Այդ ուզում հարցնել, միջազգային փոխանցումները երբ։ Այդ մին Arca Pay-ն է, մենք հնդկական UPI-ն է, մենք հիմա ինտեգրացիա ենք անում մի կտորը, որ Հայաստանից Հնդկաստան բանկային հաշիվների միջև ակնթարթային գնա, ֆիզիկական անձանց հաշիվների միջև։ Երկրորդ կտորը, որ արդեն մեր QR համակարգերը փոխգործելի են։ Այդ հնդիկներն է լավ, իսկ մենք в основном Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա ենք, էլի գումարները տանում։ Դե իրականում Եվրոպայով sense հերթով կարամ երկրներով ասեմ, որովհետև sense մենք առաջնահերթ sense հետաքրքրվում ենք, էլի։ Օրինակ Եվրոպայում կա sense համակարգ հետները sense քննարկումների մեջ ենք ECB-ն է, Եվրոպայի կենտրոնական բանկն է, օպերատորը, բայց ինքը շատ տարածվածություն չունի օրինակ եվրոպական երկրներում, ինչ չեմ սխալվում, ամեն tips էր։ Եվրոպական բանկերը երևի չունի այդ շատ չեն մասնակցում։ Չէ, համ բանկերը հա չեն մասնակցում, եկել քաղաքացիների, չգիտեմ, ոնց որ առանձին մարքեթինգ կա, լավ չեք անում։ Հա, օրինակ Իսպանիայում ասենք իրանք սովորեն իրանք բիզում, իրանք բիզում էր անում, հա, Իսպանիայում այդ բիզումն է, ոնց որ մեր Arca Pay-ն այնտեղ տենց շատ տարածված է, հա, որ չգիտեմ, մենք տիպսի հետ տենց աշխատում ենք, որ ամեն դեպքում ունենանք, իսկ իրանք էլ ինչ որ մարքեթինգային արշավ կանեն ECB-ին կամ կստիպի լավ տարածվածություն կունենա։ Ամերիկայում կա տենց համակարգ Zelle-ն է, որը որ լոկալ է։ Ինքը չի բացում սահմանները, այսինքն ոչ միջազգային համակարգի հետ ինտեգրացիա չունի։ Այսինքն ելի պիտի սպասենք 2 օր մինչև միջնորդ բանկերը ստեղից ընդ փող տանեն վերան։ Դե, հա, հիմա մեկ էլ արդեն ստանդարտ են ավանդական մանի ռեմիտենսներն է, MoneyGram-ներն է, դրանք չթանկ են, էլի։ Հա, դա հիմա Հիմա stable coin։ Մեկ էլ գալիս է արդեն նոր, որ հեսա stable coin-ների այդ blockchain-ով այն ինչ որ փաստացի բոլորս էլ գիտենք, որ գնում են, այսինքն մի ժամանակ այդ blockchain-ով հիմնականում առու վաճառքն ինչ որ բան, հիմա արդեն հա հիմա արդեն հաստատ ինչ որ դրամական փոխանցումների մի կտոր դա նոր առաջիկա challenge-ն է, էլի հաստատ տեղափոխվում է այնտեղ ու Ընդ կոմիսիան այդքան փոքր է որ իմաստ ունի, հա, հա։ Չեմ փորձել, այստեղ կարևորը ինձ թվում է մի քիչ չգիտեմ, այդտեղ այդ կոմիսիաների վեճն է լինելու էլի, երբ որ տարբեր երկրներ ունենան իրենց stable coin-ները ու սկսեն արդեն փոխանցել այդ կոմիսիաներն է, այդ ամենակարևորը, մեկ էլ տարբեր երկրների այդ stable coin-ները swap-երը որ իրար մեջ լինեն, այդտեղ չգիտեմ, իմ
իմ մոտ տպավորություն կա, որ այս ակնթարթային համակարգերը մեր արկապեի պես տարբեր երկրներից ինտեգրելու ինքը ավելի մատչելի է լինելու այլ նույն ակնթարթայինն է, չգիտեմ, այնտեղ այդ բլոկչեյնում այդ կրիպտո արժույթներով ակտիվներ իրար մեջ փոխանցելով ավելի մեծ է լինելու էլի մեր շնորհավիճան։ Չնայած որ շատ հետ են գնում, որ շատ բարձր է, իմիլավի չէ այլ այդ թվերը։ Մի հատ ուրիշ նաև կետ կար, Ռուսաստանի իմ փորձի մասին պատմեմ, նույն Սբերը, Կամտինկովը, իրանք ներքին ունեն վերահսկողության թիմեր, որոնք քո փոխանցումը կարող է պրոստը թույլ չտան։ Կապ չունի, դու կարող ես զանգես իրանց, ասես ուզում եմ փոխանցեմ, ես մարդուն եմ փոխանցում, խնդրում եմ կատարեք փոխանցում, ասում եմ չէ, մենք մտածում ենք, որ դա բան է, ֆրոդ է։ Չէ, բայց նորմալ է, բայց ոչ թե մենակ Սբերի կամ չգիտեմ։ Նորմալ է, բայց եթե դու որպես, ինքը ստուգում է, որ դու ես դա այդ գործարքը արել, մեկը չի անում գործարքը։ Նորմալ է։ Խի որ դուք եք անում պետք է գնաք գործարքը պարտադիր։ Չէ, այսինքն ես իրավունք չունեմ փոխանցել գումարը ինչ որ մեկին։ Եթե զեղծարարություն է, փաստացի գիտեն այնտեղ մյուս կողմը։ Այն մյուս կողմը ինչ որ կամ փոխանցում եք կամ վճարում եք, չէ՞ անում։ Հա, ունեք։ Դե ասենք վճարում եք անում, ակնհայտ գիտեն, այդ merchant-ը, ասենք ինքը blacklist է, այդ merchant-ի։ Չէ, խոսքը գնում անհատական փոխանցումների մասին։ Դե մի մյուս կողմն էլ ինչ։ Հիմա ես պատմություն եմ պատմում, երբ որ այդ մարդիկ խոսքի սովորական մարդիկ են, բանի, իմ նկատի ունեմ մի երկու շաբաթ հետո այդ նույն գործարքը անցնում է։ Ինքը պրոստը գցում է քեզ ալգորիթմի մեջ։ Հա։ Այսինքն դա բարձ է, ինչ որ մեկը չի նստած որ անում, ինչ որ ալգորիթմ է։ Այսինքն այդ մերժումը մարդ չի անում, համակարգն է անում։ Վստահ եմ, որովհետև չկա։ Որովհետև ինչ որ ժամանակ հետո որովհետև այդ գործարքը անցնում է։ Դա լենա են, որ բոլորը սիրում են, չէ՞, օրինակ այս տարի տենց շատ ֆորումների ենք մասնակցել, ես չգիտեմ, լիքը շատ պանել քննարկումներ եմ, այդ AI-ը տենց top թեման էր մեր բոլոր քննարկումների ժամանակ, բոլորը ասում են տենց անտիֆրոդի տակ տենց AI-ը, բայց այդ հաճելի է խոսալ այդ AI-ից, իմ այդ ձեր պատմածը մի քանի անգամ էլի, մի քանի անգամ անցնում եմ ինչ որ մի ժամանակ նորմալ անցնում է այդ գործարքը։ Ես մի հատ այդ ֆորումների մասին հարց ունեմ իհարկե, բայց մինչև այդ ուզում հասկանամ այդ մարտահրավերները նաև բնականաբար ներքին են, տեխնիկական, թիմ եւ այլն, այդ նախ այդ ինտեգրացիա ասածը ինչ է, հետո այդ ինտեգրացիաները, տեխնիկականը, նորարարությունը առավել եւս այդ գիտելիքը որտեղից եք բերում էլի, որ ասենք հարևաններ ուզում են գան մեզնից սովորեն, դուք ինչ-որ մի տեղից իրականում ընկերությունում հատ շատ ուժեղ թիմ է աշխատում, այս ինչ մենք խոսում ենք, այս ամեն ինչի հետևում կանգնած է մի հատ շատ ուժեղ ու բանիմաց ու որտեղից է թիմը։ Այդ թիմը մենք պարբերաբար թե համալրումներ ենք անում, պարբերաբար թե բոլորս իրար հետ կրթվում ենք ու ինչ նորարարություններ լինում է, փորձում ենք հենց առաջինը մենք այդ ու չենք ամաչում ասենք որ դրա մասին չգիտեմ գիտելիքի բաց կա, պետք է շատ արագ այդ գիտելիքի բացը լրացնենք, սկսած ինձանից մինչև բոլոր աշխատողները։ Սիստեմ ունեք համակարգված։ Իրականում չէ, այս բան ինչ ունենք սիստեմ, ուզում ենք հստակ սիստեմ լինի, որովհետև դա մեր համար կարևոր է։ Իրականում այդ մի քիչ կենտրոնական բանկից ունես, ասես ուզում բերեմ, այստեղ այդ ներդրեմ, այդպես մի անգամից չի լինում, որովհետև կենտրոնական բանկում այդ կրթություն ստանալը այդպես վարակիչ էր էլի։ Այսինքն այդպես եթե կարող մի տարի այդպես ուշադրություն չդարձներ կրթվելու, բայց դու զգում ես, որ այդ վարակիչ է դառնում ու դու սկսում ես այդպես ոնց որ պատի կրթվեիր, էլի, որովհետև այդ չկրթվելու արդյունքում դու համ հետ էր մնում համ նորարարություններից, համ դու զիջում ես դիրքերդ ու այտենց գրեթե ես չգիտեմ, վերահսկողությունում կարամ ասեմ, մի քանի ստորաբաժանումներ, որ ինտենսիվ ես այտենց աշխատում ենք իրար, բոլորը այտենց այդ կրթությունը այտենց առաջի տեղում դրած էր, էլի, ու իմ այդ ամեն ինչը ուզում վարակից սարքեմ ընկերությունում ու իսկ գլոբալ այդ գիտելիքը փակ չի, ինքը բաց է, այսինքն դուք կարաք ուզեք կրթվեք ու ամեն ինչ հասանելի։ Չէ, իրականում մի քիչ ամեն ինչ հասանելի չէ, տեխնոլոգիա է, դե որոշ արդեն թե վաճառում են, վենդեր կա վաճառում, վենդեր կա վաճառում, օրինակ չգիտեմ, մենք մի հատ կտոր բան էին գալի 6-ամիս, թե որտեղ կարանք, օրինակ չգիտեմ, կրթվենք, չգիտեմ, բանկոմատների հետ կապված մի հատ խնդիր կար, աշխատողները ասում են, այդտեղ չգիտեմ, ինչ որ գիտելիքի բաց կա,
մեզ թվում է, որ մենք այդտեղ ինչ որ բաց ունենք, այդ ուզում ենք էլի մի հատ գնանք, չգիտեմ, այդպես տրեյնինգների 6 ամիս այդպես շատ լավ տանջվեցինք, թե որտեղից կարանք, չգիտեմ, հարթակների ենք դիու միջազգային, հա։ Վերջում գտանք այն տեղը, այն մասնագետներին կոնկրետ, ու երևի մի 20 օր առաջ են ավարտել տրեյնինգը, հրավիրել ենք Հայաստան, եկել են 1 շաբաթ տևել է տրեյնինգը, աշխատողները շատ գոհ են ու մենք իրենց հետ պայմանավորություն ենք ձեռք բերել, որ չգիտեմ, ամեն տարվա վերջում տենց անպայման 1 շաբաթանոց անենք, որովհետև ինքը շատ մեծ արժեք էր ստեղծել ու աշխատողները տենց շատ ողջավորված այն բացը ու իրենք ճիշտ էլ նկատել են այդ բացը կար։ Հիմա մենք ամեն տարի, չգիտեմ, 26 թվականի համար օրինակ այդ կարիքներն ենք ձևավորում, ինչի բացեր ունենք, որտեղ պետք է գնանք կրթվենք։ Ես խնդրում եմ, որ աշխատողները բոլոր իրենց կարիքները գրեն, իսկ թե մենք ոնց կմանգանք գտնենք, դա արդեն մեր գործն է, մենք պետք է պարտավորենք գնում ենք այդ լավագույն դասընթացները գտնում ենք, որ կրթվեն, որտեղ այդտեղ շատ կարևոր է, էլի, այս մեր ոլորտը ինքը նորից ասում շատ արագ է զարգանում, չգիտեմ, հիմա ասենք մենք բիոմետրիկ ասենք ոչ մի վճարումներ չունենք երկրում, մենք ոչ մի այդպես համակարգի օպերատոր չենք, բայց թիմը տարբեր, չգիտեմ, զարգացման PM-ների թիմը իր մասովակրթություն ստանում, տեխնիկական թիմի իր մասովակրթություն ստանում, development-ի թիմի ղեկավարը ասում է սրա կարիք ունեմ բիոմետրիկայի մասով, այս գիտելիքի բացը կա, այսպես մարդապետ կամ գիտելիքով կգտնենք, արդեն կգա կամ արդեն մեր development-ի թիմը կզարգանա, այսինքն ինքը տենց անընդհատ ինչ որ աշխատանք է, չգիտեմ, AI-ների մասով, ասենք, ես էլ անընդհատ ինչ որ on-line կուրսեր վերցնում եմ, որ ինձ անընդհատ ինչ-որ այդպես ֆունդամենտալ գիտելիքի վրա եմ, այդպես որովհետև դա ամենակարևոր բանն է, էլի, որ կարդում ես նյութերը, հիմնականում ղեկավարներ ինչ են խոսում են AI-ից, բայց չեն գնում, ասում են այդ վախն է, էլի, որովհետև չեն կարդում, կրթություն չունեն, այդ վախն ասում է ավելի լավ է մենակ խոսանք AI-ի մասին, որ ինքը լավն է, հետաքրքիր է, բայց ոչ մի գործողություն չանենք, չենք ուզում ենք գործողություն անենք, բայց ուզում ենք բավարար գիտելիք ունենանք, ռիսկերը պետք է բավարար գիտելիք ունենա, որ կարողանա ճիշտ ռիսկերի կառավարում անի։ Compliance-ի ստորաբաժանումը համապատասխան գիտելիքը պետք է ունենա, որ կարողանա ճիշտ իր համապատասխանության ապահովումը ստուգի, այսինքն ինքը բազմակողմանի է։ Տեղեկատվական անվտանգության ստորաբաժանման աշխատողները իրենց մասով պետք է կրթվեն, որ կարողանան իմանան, թե AI գործիքները դնելուց ինչ տեղեկատվական նոր ռիսկեր է հետ գալի, որ կանանք զսպենք։ Այսինքն ինքը մենակ, չգիտեմ, PM office-ը չգնալու AI կրթություն ստանա։ AI-ի գործիքները նաև հակերներն են շատ ակտիվ օգտագործում, այսինքն դու դնես, չդնես, քո ռիսկերը ավելանա, չավելանա, այն կողմը մեկը ավելի ոնց որ առաջ է գնում, մեկը պետք է պաշտպանվես։ Այսօրվա աշխատաշուկայում ինչքանով բարդ է պահել ու համալրել թիմերը։ Հա, իրականում բարդ է, բայց ասենց հետ գնամ, մեր որ նոր եկանք միացանք թիմին, էլի։ Այդտեղ մի հատ հետաքրքիր տես կարճ մի հատ պատմություն պատմեմ, նոր ենք միացա թիմին, ուրիշ տես ասում մեր HR-ի հետ խոսում ենք, քանի թափուր հաստիկ ունենք, չգիտեմ, մոտորպես ենք ունենք 10 թափուր հաստիկ ունենք, եկեք հրապարակում անենք, բան։ Դա դիմորդները գալիս են, երբ որ ուզում ենք արդեն ինտերվյու անենք, ասում են հրաժարվեցին, չեն գալի ինտերվյու, ասում խի չեն գալի, ասում դե արկայի application-ը փակվել է, արքան էլ է փակվում, սենց ինչ-որ տենդենս էր գնացը, մենք կանչում ենք ժողովրդի հետ խոսում ենք, ասում ենք ոչինչ թեկուզ իրանք չեն ուզում գան մեր մոտ, բայց եկեք կանչենք իրանք, ես մի քիչ պատմեմ, էլի խոսանք, բան, տենց սկսեցինք մի քիչ պատմել է խոսալը, հետո մեր մասին տենց ավելի տենց մանրամասն էինք ներկայացնում, երբ որ հրապարակում էինք անում հաստիկի համալրման, այսօր ունենք այն պատկերը, երբ որ մենք հրապարակում ենք անում, չգիտեմ, հաստիկի դիմորդները շատ մեծ են, ցանկությունը շատ մեծ է, ուստեղ ոչ թե մեր առավելությունն է ու տենց չի էլի, որ չգիտեմ, մենք վճարում ենք շատ ավելի բարձր, տենց շուկայական դժը որոշ մասով զիջում ենք շուկայականի, այլ մեր մոտ դիմորդների մեծ մասը ցանկություն են հայտնում աշխատել արկայում, որտեղ արկան անում է տենց մեծ աշխատանքներ, չնայած որ սպառողների համար դա այդքան էլ տեսանելի չի։ Բայց մասնագետներն ասում են, մենք ուզում ենք գանք ձեր մոտ մեր հիմնական, չգիտեմ, օրինակ արկափեի համակարգի հետ կապված այնտեղ աշխատենք, չգիտեմ, PM office-ում աշխատենք, որտեղ հետաքրքիր նախագծեր եք անում ուղիղ բանկերի հետ։ Ու այդ հետաքրքրվածությունը ուզում ենք, քանի գնում է, ավելի մեծանում է, ու ժամանակին, որ մենք ռիսկերի մեր կառավարման բաժնում մրցույթ էինք անում, ասենք շատ քչերն են դիմում, հիմա ասենք մրցույթ ենք անում,
դիմորդները շատ են, այնց հետաքրքիր հարցազրույցներ է տեղի ունենում, էլի, ու ինքը շատ բացառիկ է, էլի, ասենք չգիտեմ։ Որակավորված։ Հա, ու շատ բացառիկ է, ասենք մեր օրինակ ռիսկերի կառավարման բաժնի աշխատողները, այնց ստանդարտ բանկի ռիսկերի կառավարման բաժնի աշխատողներ չեն, էլի։ Մեր մոտ սկսում են սովորել, մենք էլ իրանց հետ, որովհետև հիմնական մասը գործառնականը շատ տարբեր գործընթացներ է մեր մոտ փաստացի գնում ու մենք խոսացինք համակարգերից, մենք շատ process-ներ ունենք, ասենք շատ մարդիկ տեղյակ չեն, մենք չենք էլ խոսում դրա մասին, էլ ասենք չգիտեմ, երկրում որ post-terminal-ը նոր գալիս Հայաստանի Հանրապետություն, դրա սերտիֆիկացումը անում արկան։ Իսկ այդ post-terminal-ը որ ներմուծվեց, ինքը ինչ է, մի հատ ինչ որ սարք է։ Պրոստ։ Մենք ժեշտ ենք ասում ժեշտ։ Հետո դրա վրա սկսում է պետյանենց անես, որ ինքը կանա քարտային վճարում ընդունի, որ քարտեն է, վիզան առանձին վիզայի պրոյեկտ ենք անում, master-ին, արկային, Amex-ին առանձին, չգիտեմ, Union Pay-ին առանձին, նույնը բանկոմատին։ Իսկ ինքը տենց մեծ հետաքրքիր ցիկլ է, որ սկսում է աշխատել։ Ինչը որ գնում է արդեն բանկը տանում տեղադրում է տնտեսվարողի մոտ, որ ինքը կարողանա իր հավաքագրումներն ան։ Տենց հետաքրքիր դուք այս տարի նաև բավականին ակտիվ եք այդ կոնֆերանսներին, Sevan Startup-ին, Case-ի ազգային գործընկեր, չէ՞։ Հա, այս տարի այդ ոնց, այդ էլ կենտրոնական բանկի էֆեկտներն է, թե չէ, ինձ թվում է այդքան չէ։ Իրականում այս տարի մեր արկայի 25-ամյակներ, այնց թիմով որոշել ենք, որ չեմ ասում բոլոր ֆորումներին ու միջոցառումներին պետք է մասնակցենք։ Մեջից տենց շատ մեծ քննարկումների արդյունքում որոշեցինք տենց գոնե ամեն, չգիտեմ, եղանակին ինչ որ մի հատ հետաքրքիր միջոցառման անպայման մասնակցենք ու տենց կարևոր դերով աղել է Ghana Doing Digital Forum-ում ենք մասնակցել որպես էլի ազգային գործընկեր։ Այնտեղ ներկայացրեցինք արդեն նոր սաղմնային փուլում էր մեր ռազմավարությունը, մի քիչ խոսացինք մեր ռազմավարությունից։ Հետո արդեն Sevan Startup-ներ, որը մի օր ամբողջությամբ մենք տենց ներկայացնում ենք, թե մեր ռազմավարությունը արդեն ունենք հաստատված, թե ինչ պրոյեկտներ ենք անում, հետաքրքիր պանելային քննարկումներ ենք կազմակերպել, թե բանկերի վճարաշրջանային ոլորտի պատասխանատուներն էին եկել ու մասնակիցները մենակ տենց դրականն էին արտահայտում, դա մեր համար էլ էր էլի իրականում նոր challenge էր էլի, ինչքան է նախորդ ֆորումներին մասնակցել են, բայց ամբողջ օրը որ արկան կազմակերպի, թե մեր թիմի համար էր այդ նորություն ու հետաքրքիր փորձառություն ձեռք բերեցինք ու արդեն Case-ի այս տարի ազգային գործընկերն ենք առաջին անգամ շատ հետաքրքիր էր ու մեր այս ծանրաբեռնվածության ֆոնին մի քիչ էլ ավելի դժվար էր, որովհետև սկզբից մենք մտածում ենք ժամանակ ունենանք ավելի շատ ուսանողների հետ հետաքրքիր զրույցներ աշխատելու, շփվելու համար։ Էլի ունեցել ենք շատ, բայց մենք կուզեինք ավելի շատ լինել, բայց որ կապը պահելու ենք Case-ի հետ ուսանողների հետ, խմբերի հետ, հաստատ հեսա ամանորից հետո մենք խմբերի հետ իսկ ինչ տվեց ձեզ այս պահի դրությամբ Case-ին։ Եկան նոր մտքեր, գաղափարներ, այդ նոր մտածելակերպը երիտասարդներ, որ իրանց մտքեր իրանք տենց կաշկանդված չեն, էլի, սահմանափակում չկա։ Մենք օրինակ լինում է, էլի, ասենք դե ներքին քննարկումների ժամանակ բանս ուսում ասես, բայց կարգավորում է սրան չի թողում ու դից չես էլ ասում, չես գնում, բայց իրանց մոտ չկա այդ սահմանափակումը ու մենք իրանց այդ նախապես ֆինալին եզրափակչին արկայի case-ն ենք տվել, իրանք ոնց են podcast-ում արկայի զարգացում։ Ու ես տենց ուզում եի անպայման բոլորի հետ հանդիպենք նախապես, ու ինչքան հարց ունեն իրանք մեզ տան, մենք տենց ժամի սահմանափակում չենք դրել, տենց հանգիստ դանդաղ պատասխանենք իրանց բոլոր հարցերին ու տենց էլ եղավ ու իմ ամենաառաջի բանը ասում էի ես դες հատուկ ամենավերջում տենց եզրափակեցի, ասի հատուկ ես դες չէի ասել, որ արկան ունի կենտրոնական բանկում ֆիծ processing-ի լիցենզիա, որ մենք այսինչ կարգավորման ներքո ենք աշխատում։ Հատուկ ես տես բաներ չէի ասել։ Ու ասի հիմա զուտ ասում անկարծ չեմ ուզում սահմանափակվեք մեր լիցենզիայով, չգիտեմ, մեր գործառույթներով։ Ինչքան կարաք լայն մտածեք։ Մի մտածեք, որ այսինչ բանն էլ առաջարկում եք, երկրորդ կտրոնի հետեր արկան դրանից եթե եկամուտ չի ստանում, ուրեմն պետք չի առաջարկենք։ Դա մեր համար առաջնահերթ չի։ Մեր առաքելությունը չի, էլի, չգիտեմ, որ
գերշահույթ ստանանք կամ ինչ-որ եկամուտ շատ գեներացնենք։ Մեր առաքելությունը այլ է, Հայաստանի Հանրապետությունը ապահովենք առաջին անվտանգ ու անընդհատ վճարային համակարգ, այդ այդպես մեր ամենահիմնական կետն է։ Իսկ մինչև էս խոսում ենք հիմնականում զարգացում, ինչ որ արկաքարտը Հայաստանից դուրս աշխատի, շատ հետաքրքիր է ու լավ է ու պետք է դրա մասին խոսանք ու գործ անենք, բայց առաջինը նորից եմ ասում, մեր համակարգը պետք է անընդհատ լինի։ Ինքը մաքսիմալ ու անվտանգ պետք է լինի, ինչի շուրջ աշխատում ենք ու ցուցանիշները ցույց են տալիս, որ մենք դինամիկան շատ դրական է գնում։ Իսկ մեր անընդհատությունը մենք այսօր բոլոր ծառայություններով հաշվում ենք, էլի։ Ասենք, չգիտեմ, մեր համար 1 րոպե որ համակարգը չի լինում, դա շատ վատ է։ Մենք դրա դեմ միջոցառումներ ենք ձեռնարկում, որ այդ մի րոպեն էլ չլինի, բայց ունեցել ենք այս տարի այտենց վատ դեպքեր։ Խնդիրն է, լավ մասը չի երևում, էլի, հենց հանգարց մի քանի րոպե 15 րոպե չի լինում։ Այն ինչ որ անընդհատ ծառայություն է, դու սովորում ես, որ ինքը անընդհատ պետք է լինի, ինչ ուզում լինի, ինքը պետք է լինի։ Հետաքրքիր է։ Ոնց որ լիֆտում մնալն է, էլի։ Մենք օրինակ այս վերջում, չգիտեմ, մի շաբաթ առաջ էր Հայաստանում ինտերնետի խնդիր կար։ Մենք այդպես մի անգամից մեր մոնիտորինգը ցույց է տալիս, էլի, որ կապը ոնց է ինչ։ Ու արդեն գիտենք էլի, որ չսկսեն հանկարծ մամուլում գրել է բան արկան խնդիր, իրականում մենք հրապարակում արեցինք, որ ասենք ընդհանուր ինտերնետի խնդիր կա, on-line հարթակներում, մենակ on-line հնարավոր են որոշ գործարքներ չհավաստագրել։ Դες մի քանի լրատվականներ գծեցին, որ արկայում կրկին խնդիրներ են, հա, այնց բոլորի հետ մենք այդպես շատ հանգիստ աշխատում ենք, ասում ենք Ժորժան, արկայում կրկին խնդիրներ չեն, իսկ ընդհանուր բան է, մենք զուտ տեղեկացնում ենք մարդկանց, հա, վայ կներեք, այսպես որ մենք չենք զլանում, էլի, այդպես շատ հանգիստ, որովհետև հա որ լինում է մենք դրանից չենք էլ խուսափում, մենք որ խնդիր կա չենք ասում, էլի, խնդիր չկա, չենք խուսափում, հա, լինում է, պետք է չլինի, ամենակարևորը։ Որ մի հատ թիվ կարամ ասեմ, որ այդպես որ միշտ խոսում ենք այս անընդհատությունից, սաղին թվում ասում եմ, դու ասում ես լավ, բթվերը թիվ ինչ ասում։ Իրականում մեր հասանելիությունը, ասենք ասեմ, այս բանին ասենք 99 ստորակետ ասենք 8 է, էլի։ Դու էլի թվեր։ Մեր բանը target-ը դրել ենք 99.982 պետք է հասնենք, այդ թայր 3-ն է, այդ միջազգային ստանդարտը պետք է հասնենք դրան։ Այդ ի՞նչ է նշանակում։ Որ տարվա կտրվածքով հա outage չլինի։ Քո սաղ down-ների րոպեներով հաշված, քո նույնիսկ պլանային աշխատանքի down-ները, սաղ գումարած անհասանությունները, որ հանում ես քո availability-ին, հասանելիությունը 99.982% լինի համ։ Այսօր մերը շատ իրականում մենք այնպես հաշվում ենք, էլի ամիս բոլոր ծառայություններով համակարգային անաս։ Ինքը իրական լավ ցուցանիշ է, որովհետև մեծ աշխատանք ենք անում, էլի, վերազինման, թողունակության բարձրացման, բայց տեխնիկա է, մեկ լինում է։ Թայր 3-ը հիմնականում դրա մասին է, թե ինքը տենց շատ ավելի ընդհանուր։ Չէ, Թայր 3-ը հիմնականում դրա մասին է, բայց ավելի շատ ինքը քո data center-ների նույնիսկ բանն է։ Ստանդարտն է, էլի, հա, այսօր մենք դրա ուղղությամբ ենք, էլի, որ ասում ենք Թայր 3-ին ձգտենք, պրոստը զուտը թիվը չենք ուզում, էլի, հասցնենք այդտեղ այդ թվի տակ մեծ։ Ես նոր հաշվեցի տարվա մեջ մի ժամը։ Հա։ Տարվա մեջ մի ժամ։ Բայց այդտեղ կարևոր է, էլի, այդտեղ տենց հետաքրքիր բան կա։ Մենք օրինակ շատ խիստ ենք հաշվում դա, էլի, օրինակ որ գնաս, այդ թեմա ոչ մեկ չի ուզում, ոչ մեկ է դրանք բաց խոսա։ Մենք օրինակ միշտ տենց հակ քննարկումներով միջազգային գործընկերներ, ասեն դուք հաշվում եք, ասեն կիսվում եք ձեր հաճախորդների հետ, ասում եմ չէ, չեմ կիսվում, բան, ասում իսկ պլանայինը հաշվում եք ընդհանուր մեջ, պլանայինը չի պետք է հաշվենք պլանային անասել, մենք իրականում շատ խիստ ենք հաշվում, էլի, մեր համար դա կարևոր է, ու մենք այդ նոր մեր ռազմավարություն ողջագրել ենք այդ թափանցիկությունը, մեր բոլոր հաճախորդների հետ անխտիր կիսվում ենք, էլի, այդ ցուցանիշներով, մաքսիմալ։ Իսկ այն որ բանկերն են, կենտրոնական բանկը, փայատերեր, չգիտեմ, խորհրդում են իրանք ենթադրում ենք, արկայի խորհրդում իրանք ներկայացված են։ Նկատի ունեմ բանավեճեր տեղի չեն ունենում կամ անհամաձայնություններ, թե ոնց պետք է շարժվի ընկերությունը, որ պետք է շարժվի։ Քանի որ լինում են այդ տարաձայնությունները, ոչ միայն խորհրդում, այլ թե բաժնետերի կողմից, թե այլ ֆինանսական կազմակերպություններ, թե հանրության, ովքեր ճանաչում էին արկան, դրա համար մենք գնացինք, որ պետք է հստակ լինի, ռազմավարություն ունենանք
մեր տեսլական ունենանք, մեր առաքելություն ունենանք, նպատակներ ունենանք ու շարժվենք դրանով։ Ու ինքը ամեն տարի հնարավորություն կա փոխելու, որ այտենց 5 տարվա ռազմավարություն այս թվին մի քիչ դժվար է, էլի ասել, ավելենք դժվար է այդ ռազմավարությունը շատ անցկացնելը։ Հա, իրականում շատ, որովհետև ես ուզում եի, որ նախ ռազմավարությունը ոչ թե մշակենք մենք top management-ով, executive-ով, գործադիրով, այդ ռազմավարությունը մշակվեր ընկերության անձնակազմի կողմից, իսկն իրանք տեսնեն դա, որ իր տեսական է, ուղղակի զուտ փաստաթուղթ տանենք, էլ այտենց հաստատենք։ Ու այդ բոլոր շատ ծանր երկար ժամանակ է տևել, մի տարի տևել է, էլի։ Ու բոլոր անձնակազմի անդամների հետ եղել է այդ հանդիպումները։ Այսինքն բոլորին ես անձամբ արել եմ պրեզենտացիա, ներկայացրել եմ։ Ու մենք executive-ով ինչ տեսլական որ գրել ենք, իրականում այդ տեսլականը վերջնահարցունքում տենց չեղավ։ Եղավ այն ինչ որ մեր անձնակազմը ուզեց։ Ու երբ որ մեր անձնակազմից ես գնացի խորհրդին ու պայքարեցի խորհրդի ասում եմ համոզեցինք, որ էսա տեսլականը, որովհետև մենք սրան ենք հավատում, սենց ենք անում, որը որ հուսալի եւ նորար ազգային վճարային համակարգն է։ Հետո գնացինք բոլոր բաժնետերի հետ առանձին հանդիպման։ Լավ երկար ու թեժ խոսակցություններ ունեցել ենք ու շատ կարևոր է, էլի։ Միշտ այդ խոսակցությունների ժամանակ հետաքրքիր եւ գաղափարներ է ծնվում եւ ինչ որտեղ զգում ես որ չգիտեմ ինչ որ կարմիր գծեր կար ոնց որ անցնում է ընկերությունը չպետք է իր գերնպատակը է սա այտենց շատ հետաքրքիր ունեցել ենք խոսակցություն վերջում արդեն բաժնետերի ժողով ենք հրավիրել որտեղ միաձայն բաժնետերի ժողովը հաստատվել է իսկ այդ ռազմավարության հետ ֆինանսական պլան էլ կար կամ այտենց գոնե մոտավոր էլ է ինչա դիզայնից բաժնետերից ինչա ուզել իրականում այդտեղ ոչ թե ֆինանսական չէ այդ հաշվարկը չկար ավելի շատ կար հստակ ֆիքսենք, որովհետև ստեղ մի հատ ուրիշ կտոր կար, էլի հետաքրիր։ Մի դուք բիզնես եք, դա բիզնես չեք։ Ինչ եք։ Դա շատ ամենակարևոր հարցն էր։ Մենք մեր ռազմավարությամբ ինչ ենք ֆիքսել ու բոլորը դրան կողմ էին, մենք այդ հիբրիդ մոդելը ընտրեցինք, որ այո մենք բիզնես ենք ու մեր նպատակը ինչ որ չգիտեմ շահույթ, այսքան չափ շահույթ ստանալը չի ու մեր բաժնետերն դա չեն ուզում։ Մենք այնքան գումար ենք աշխատում, պետք է աշխատենք, որ կարողանանք մեր ծախսերը հոգանք։ Մեր համար ամենակարևորը դա է։ Ու մենք ամեն տարի հիմնականում բյուջե ենք ներկայացնում։ Մեր բաժնետերը պատրաստ են, եթե կարիքը կլինի ներդրում իրականացնելու, այդ բազմաթիվ անգամ մեր բազմաթիվ քննարկումների ժամանակ բաժնետերը դրա մասին ասել են։ Եթե մեր բյուջեն ասք պլանավորենք ու տեսնենք, որ մեծ վերազինման աշխատումը ծախսերը պետք հաստատ պատրաստ կլինեն, էլի։ Մենք արդեն այս տարի երկրորդ տարին արդեն մեծ վերազինում ենք էլի իրականացնում ու կշարունակենք այդտենց կարևոր է իսկ խորհուրդը էլի էս վերջի փոփոխությունները որ կառուցվածքը փոխեցինք այդտեղ մեր խորհրդում էլ հետաքրքիր փոփոխություններ եղավ նախկինում չգիտեմ ես այդտենց այլ ընկերություն չգիտեմ որ եղել է ոչ թե անձով էր խորհուրդը խորհրդի անդամներ այլ ինստիտուտով էր ուտեղ հետաքրքիր մի հատ բան էր կատարվում, ես նկատեցի, որ տարբեր մարդիկ էին գալի ամեն խորհրդի նիստին, ու այդ ինֆորմացիան կտրվում էր, այսինքն նախորդ խորհրդի նիստից այսպես հա, մենք որոշում կայացրեցինք, որ խորհուրդը նախ սարքեցին 7 հոգանոց, մի հոգի կենտրոնական բանկից, 3 հոգի բանկերի ներկայացուցիչ, 3 հոգի անկախ։ Ունենք այսօր տենց խորհուրդ շատ հետաքրքիր ու Բանկերը կարողացան իրար մեջ համաձայնվեն այդ 3 հոգինով լինելու։ Այո, հա, շատ տենց ու շատ հետաքրքիր խորհուրդ ունենք այսօր, տենց իրանց արդեն կոմիտեներն ունենք կից, որ աշխատում են 3 հոգին բանկերից են, թե բանկերը նշանակել են։ Բանկերը իրանցից են, թե ավելի պրոֆեսիոնալ խորհուրդ։ Բանկերի աշխատող չեն այս բանին։ Բայց իրանք եղել են բանկային համակարգում աշխատողներ, բարձր պաշտոն զբաղեցնող անձին։ 15 հա բանկի աշխատող չեն, բայց իրանք նշանակել են բոլորով։ Իրանք առաջարկում են արդեն բաժնետերը ընդհանուր որոշումը կայացնում են, հա, իրանք տենց մեր բանկերում բարձր պաշտոն զբաղեցնող անձինք են եղել, հիմա մեր խորհուրդ իրանք են ու արդեն 3 անկախները Անկախները արդեն չգիտեմ, ասենք, էլի բանկերն են առաջարկել ի սկզբանե, որ այդ կանոնադրությունը փոխեցինք, բանկերի առաջարկով Այդ 3-ն մի 3-ը ոնց են իրարից տարբերվում։
ինչ ըստ էության էլի։ ըստ էության մենք ենք այտենց մեր ասում ենք 3 անկախ, բայց իրականում բոլորն էլ անկախ են էլի։ Իմ կարծիքով եթե իրանք բանկի աշխատող չեն, իրականում բոլորն էլ անկախ են, ուստի ասում եմ սկզբանե որ միտքը տենց էր դրված, դրա համար մենք էլ այդ wording-ը պահում ենք անկախ, բայց իրականում բոլորն էլ անկախ են։ Ու այդ հետաքրքիր, չգիտեմ, տենց intensive executive board այդ խոսակցությունն ունենք ու այդ կանոնադրությամբ շատ հետաքրքիր գծերը քաշել ենք էլի։ Այսինքն խորհրդը ագին ներգրավվածություն ունի։ Իր մասով ոչ executive աշխատանքում, բայց չէ որ խորհուրդը մեծ ներգրավվածություն ունի, դրա համար եմ հարցնում։ Տենց խորհրդի նիստեր ենք անցկացնում, տենց 6 ժամ, 7 ժամ, տենց հետաքրքիր, տենց շատ հետաքրքիր բուրըն վճարում եք այդ 6-7 ժամի համար։ Ամենաշնորհ։ Կարգին գործ է։ Պարսեն աշխատացնում են, Մասը։ Մենք այդ կոմիտեներն էլ արդեն խորհրդինքից ունենք, տենց հետաքրքիր ձեր նախորդ ոդկասթում էլ այդ մասով հետաքրքիր բան։ Նախորդ ոդկասթից հետո ես տնօրենների հայկական ինստիտուտի 10-ամյակին եկնած եմ, մտե պանելում էինք այդ թեմայով։ Ես դուր հրավիրված էի, դուր խորհրդինից էր մեր շատ ու վերջացավ չկարացի կամ միանամ։ Իսկ ինչ կոմիտեներ եք ստեղծել։ Ունենք audit risk-երի կոմիտե ունենք, ՏՏ-ի Մասն audit risk մաս։ Ունենք ՏՏ-ի եւ տեղեկատվական անվտանգության մետալ կոմիտե ունենք այս բան։ Ոնց հետաքրքիր ինքը իրանք նոր են էլի, իրորս ոնց մոտ մի կես տարվա մեկը ավելի քիչ։ Ոնց հետաքրքիր ներգրավվածություն ունեն ու այդտեղ կարևոր է էլի այդ կտորը, որ խորհրդակցական ձայն իրավունք տվող կոմիտեներն են, բայց իրենց դերը իրականում շատ կարևոր է էլի ընթացիկ աշխատանքներում էլի, չգիտեմ, ասենք IT-ի մասով չսպասում են ինչ-որ խորհուրդ գնաս, այդ խորհուրդում տենց բարերով ներկայացնես, չգիտեմ, քո ինչ-որ IT-ի ենթակառուցվածքի հետ կապված ինչ-որ հարցեր, այլ ավելի հեշտացնում է էլի process-ները։ Չգիտեմ, դա հիմնական այն մեծ աշխատանքը, որ անում ենք, իրականում, չգիտեմ, թիմը այդ որ հետ գամ են հարցին ոնց ենք ներգրավում էլի թիմի անդամները հեշտ է դժվար է իրականում այսօր եւ ներգրավելն է դժվար եւ աշխատողին ճիշտ մոտիվացիոն շղթայի մեջ պահելը հարցը մենակ վճարելը չէ էլի մոտիվացիան շատ կարևոր։ Իսկ համասարներ գնում եք թե հիմնական ձեր բանը ոնց որ կիսկի միջոցով եք։ Չէ, մենք իրականում չենք գնացել, այս տարի մի քանի տենց ինտերնշիփեր երեխաներ վերցրել ենք ուսանողներ։ Այս 26 թվականը ավելի շեշտ ուզում ենք դնենք մենք համասարների հետ ինտենսիվ գնանք աշխատենք, որովհետև այսօրվա մեր գրասենյակն էլ մի քիչ այդ չի թողում, դրա համար չուզեցինք մենք 25 թվականին դրա մասով աշխատենք, որովհետև մի քիչ պայմաններն են չեն էլի, տենց տեղի հետ կապված։ Ինչ փոխելու եք։ Մյուս տարի արդեն մեր հիմնական գրասենյակ ուզում ենք փոխենք, արդեն վերանորոգման աշխատանքներն ենք տանում, այդ ժամանակ արդեն մենք համասարների հետ կհամագործակցենք միանշանակ։ Մի քանի փորձ ունենք, այս տարի փորձնական արել ենք, տենց ուսանողներ բերել ենք ու այն տեղեկատվական տեխնոլոգիաների այն ստորաբաժանումներում ենք իրանց ոնց որ սովորացնում, կրթում, որտեղ որ պատրաստի ուղղակի կադր գտնելը շատ ավելի բարդ է ու շատ թանկարժեք, ահավոր, չգիտեմ, ու շատ քիչ կա։ Որ եթե IT մասնագետ է պետք, եթե լուրջ մասնագետը երևի բյուջեից դուրս է։ Հա, իրականում ինքը տենց առավելևս այսօր որ հնարավոր է լինում on-line աշխատել այլ երկրներում տենց ինչ-որ աստղաբաշխական աշխատավարձեր է, բայց տենց փորձ ունենք իմ թիմի անդամները գոհ են այդ աշխատանքից ու իրանք չեն զլանում այդ կրթելով, սովորացնելով նոր եկած երեխաներին, տենց նոր երիտասարդներն տենց ֆանտաստիկ շատ արագ են վերցնում։ Չգիտեմ, շատ տենց հետաքրիր մոտ մի 4 դեպք ունենք էլի, տենց երիտասարդները տենց շատ արագ ինտեգրվում են ու շատ արագ է։ Այդ ամեն ինչ ասենք իմ փոխանցողը չի հասցնում այդքան ինֆորմացիա փոխանցի, ինչքան այն կողմից պահանջը կա էլի։ Ոնց լինում է էլի, որ ասում եմ, չէ, դե բան է, սպասում ենք էլի, բան, որ ինչ կա արդեն ինքը արդեն սա պատրաստ սպասում, որ իրական միջավայր տաս մտնի աշխատի էլի։
Դա շատ կարևոր է։ Հիմա մյուս տարի ինչ լավ նորություններ ունեք։ Ինչ սպասենք։ Մյուս տարի որպես դե արկա քարտերի մասով լինելու է Քոբեջ պրոյեկտներն է լինելու արկա միջազգային վճարային համակարգերի հետ հունվարի 1-ից սկսում է արկա քարտերով եւ արկա Քոբեջ քարտերով ընդհանուր քեշբեքի ծրագիրն ենք սկսում բանկերի եւ պետության հետ բոլոր արկա քարտերով վճարումների դեպքում 2% հետ վճարա տրամադրվելու։ Դա կապ չունի որտեղ։ Ով է 2%-ը տալու։ 2%-ը տալիս են, կեսը պետությունն է տալիս, կեսը մեր բանկերն են տալիս։ Մենք որպես Որպեսզի հանդես են գալի քարտերը Կարծում եմ կանխի գործակները քչանան։ Քաղաքականությունն է, որպես հաջողելու խրախուսելու, որ մարդիկ անկանխիկ իրենց միջոցները։ Այսինքն մեր բոլոր հիմա որ մենք ունենք քարտերը, այդ բոլոր քարտերը այդ 2% քեշբեքի տակ են։ Միայն արկան։ Հա, կոնկրետ արկան։ Միայն արկան, հա։ Միայն արկայով կատարված վճարումների դիմացեք գնանք մեծ արկա վերցնենք։ Մենք արկա քարտերի օպերատորն ենք։ Բայց բոլորի processing-ը իրականացնում ենք։ Ինչ վերաբերում է արդեն արկա pay-ին, մենք ճիշտ եք նկատել, որ մենք արկա pay-ը որպես այդպիսի մարքեթինգային դենց արշավներ չենք իրականացնում, նոր ենք սկսել մոտ մի 1-2 ամիս է, կշարունակենք դա արդեն 26 թվականում, որովհետև թիմը ամբողջությամբ ներգրաված էր նոր անդամների ներգրավելով։ Բայց մարքեթինգային թիմ ունեք, թե բանկերի միջոցով է դա արվում։ Չէ, մենք ունենք մարքեթինգային թիմ նոր այլի, նոր կառուցվածքում ձևավորված, բայց մեր արշավները մենք ուղիղ վերջնական սպառողներին չենք անում, մենք անում ենք բանկերի հետ համատեղ։ Իսկն մեր հաճախորդների հետ համատեղ։ Բայց էլի վերջնական սպառողին, հա։ Ու արկա-pay զարգացման մասով, արկա QR-ի զարգացման մասով նոր ծառայություն ենք արդեն ծրագրավորումն իրականացվել է ու արդեն բանկերին տրամադրված տեստային միջավայրում դա արդեն արկա-pay երրորդ երեխան է, դա B2B փոխանցումներն է, այսինքն իրավաբանական անձանց միջև ակնթարթային հաշիվների միջև փոխանցումներ QR-ով թե առանց։ Չէ, ասենք օրինակ տնտեսվարողի ՀՎՀ-ով։ Էլի ակնթարթային ստացողին հասանելի է լինի։ ՀՑ-ից ՀՑ-ն ունի այդպես բանկերից, չէ՞ որ։ ՀՑ-ն? Չէ, չգիտեմ։ ՀՑ-ի ծրագրերի մեջից դու կարաս բանկային փոխանցում անես, եթե դու քո բանկը ոնց որ ՀՑ օգտագործող է։ Այ չգիտեի։ ՀՑ-ի դաժե հանդիպել ենք, պատմել եմ։ Ինչ-որ համագործակցություն ունենք, հետաքրքիր լուծում է։ Հիմա ասեց որ նույնիսկ այն բանկերը, որ չեն օգտագործում, ուզում են էլի այդ փոխգործելիության միջոցով բանան։ Իրականում ինչա, մեսեջինգ է, էլի։ Հաղորդակցությունների փոխանցումն է։ Ամենակարևորը վստահությունն է, էլի կողմերը։ Դու չես դուրս գալիս, օրինակ, չգիտեմ, ՀՑ հաշվապահի մեջից գնաս մտնես ՀՑ բանկ, ինքը կպցրած է արդեն, էլի։ Դու հաշիվներիդ մեջ դեբետ կրեդիտ ես անում, ինքը տակից բանկը աշխատում է։ Այդ B2B-ն է, որ մյուս տարի մենք արդեն դրա մեկնարկն է կտանք, այսինքն նույնիսկ մեկ էլ ֆիզիկական անձից դեպի իրավաբանական անձի փոխանցումը, որ էլի ակնթարթային գնա։ Արդեն վերջի կտորով կգանք, ասում եմ, հաշիվներով բոլոր փոխանցում վճարում անում ենք, մնում արդեն կանխիկացման կտորը դա վերջում գանք, որ արդեն բանկային հաշվից հնարավոր լինի ATM-ից կանխիկացում անել։ Դա մեր համար այնց առաջնահերթ։ Այսինքն այդ դի բանկային հավելվածը բացես, պահես, չէ՞։ Հա, բանկային չկա, բայց հիմա կան առանձին բանկեր կան, որ ունեն լուծումներ առանձին մոդելի։ Այսինքն դու հեռախոսով ինչ պահում ես, ինքը կարդում է, հա, որ իրականում հիմնականում աշխատում է, եթե չեմ սխալվում, բանով, OTP-ով, one time password-ը գալիս։ OTP-ով է աշխատում։ Տենց առանձին բանկեր առանձին մոդելի ինչ որ բանկոմատների հետ ունեն, տենց նախագծեր ու իրական կյանքում աշխատում է։ Մենք ուզում ենք բոլորինը բոլորի հետ էլի որպես Եվի բանկամատը ինչ որ մի ձև նշում ես, ասում ես, չէ՞, ես ինչ բանկամատ ունես։ Զոնիշան ոնց է բանկամատի վրա կա ունի բանկերից բանկամատի վրա կարծեմ ընտրում ես որպես լրացուցիչ ծառայություն կանխիկացում այնտեղ հավաքում ես ինչ որ հեռախոսահամար, ինչ որ հեռախոսահամարով OTP-ա գալի, տալի push notification-ա գալի, դա հավաքում ես մեջը, որ ընտրում ես այսքան գումար, որ թողում են։ Այնց մի քանիսը ունեն, հա, մենք քանի որ հանդիսանում ենք այն հիմնական hub-ը ու հիմա եթե կան բանկերով առանձին աշխատում են, դա կարելի է
բոլորին հասանել դա։ բոլորին հասանելի դարձնել ու ոչ թե X բանկը մենակ կարողանա իր application-ով իր բանկոմատից կարողանա այդ կանխիկացումը, X բանկը կարողանա Y բանկոմատից լան։ Այդ ամենամեծ առավելությունն է, որ Այդ ասացի հիշեցի, իսկ կարող է մի օր գա, որ այդ սուպերմարկետների այդ 10 բանկամատները շարած դառնա, չգիտեմ, քիչ։ իրականում այդ Որովհետեւ այդ ամեն մեկը շարում են հենց այդ կոմիսիաների պատճառով։ այդ կոմիսիաների պատճառով է, էլի այդ իրականում այդ ամեն ինչը։ Չգիտեմ, երկրներ կա եկել են այդպես մոդելի, օրինակ երկրներ կան, օրինակ Եվրոպան Եվրոմիությունում ինքը ունի regulation, ասում է պարտադիր չի լիցենզավորված ֆինանսական կազմակերպություն լինի, որ կարողանա բանկոմատ տեղադրի։ Ասում է ով ուզում է կարող է գնա բանկոմատ տանի տեղադրի, բանկի հետ շուրջ պայմանագիր են կնքում, պրոստի մոտ թող ոնց որ մի հատ դիում տա, որ այսինչ հասցրեմ ինքը բանկոմատ է դրել, ու ավտոմատ ոնց որ լինում են այնպես ագրեգատորներ են լինում, որը որ դնում է իր բանկոմատը, ինքը ֆինանսական չի, բայց բոլոր առանձին գնում ֆինանսական կազմակերպությունների պայմանագիր է կնքում ու ինքը սկսում է սպասարկել, հա։ Այդպես մոդելներ կան, պրոստը այդտեղ քիչ ֆինանսական մասն է, էլի այդ իրար մեջ այդ փող լավ հետաքրքիր միջնորդավճար կար, բայց ոնց որ առաջ չգնաց։ Հա, կար տես պրոյեկտ, իսկ այդպես գնում է, բայց մի քիչ դանդաղ։ Sandbox-ի պես։ Գնում է, բայց մի քիչ դանդաղ։ Այնտեղ որտեղ միջազգային համակարգեր ունեն, էլի ինչ որ միջնորդավճարներ, որ այդ է, այդտեղ ճիշտ։ Ասում է դիրքավորվելն է, էլի դժվար։ Իսկ կիբեր հարցակումներ շատ է լինում։ Ոնց է ձեր կիբեր բանակը։ Հա, մեր կիբեր բանակը շատ լավն է, շատ ուժեղ թիմ է։ Լինում են հարցակումներ, որը որ ունենք այն բավարար գործիքակազմը, որը որ անընդհատ թարմացնում ենք միջազգային լավագույն ստանդարտներով անվտանգության համակարգ ունենալու համար, լինում են, որի դեմ մեր գործիքակազմը հնարավոր է լինում պատժել ձևի պայքարել։ Այդ անընդհատ է, էլի իրականում այդ որ ասում է դու ինչքան զարգանում ես, ունենում ես գործիքակազմը կիրառում ես, հակերները ինչ որ նոր բան են մտածում, հետո դու էլ ես այդ նոր բանի մասին մտածում, զուգահեռ իրար հետ զարգանում։ Հարցակումը ինչ, ուղղակի բաները, տվյալների Կարան DDoS անեն։ Հա, DDoS լինի զուտ ոչ աշխատի։ որ համակարգը հա անասանելի լինի։ Խոճապ։ Ոնց DDoS-ներ լինում են։ DDoS-ը գիտես։ Open banking-ը չգիտեի։ Հա, դենց։ Շատ լավ։ Դու հարցնես էլ։ Դեպքում շնորհակալություն ասենք Վարդանին, շնորհակալություն Վարդան ջան, շատ կարևոր գործ եք անում։ Շարունակեք այդ լավ տրամադրվածության, պոզիտիվ երիտասարդներին ներգրավելով, աճացնելով ձեր գործերին հաջողություն։ Սիրելի ունկնդիրներ, շարունակեք հետևել մեզ, մինչև նոր հանդիպում։